Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Արևելագետ, կոնֆլիկտաբան, ինչպես նաեւ Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանը։ Բարև ձեզ, պարոն Խարատյան։ Շնորհակալ ենք, որ Բարև ձեզ, միացաք Սամվել մեզ։ ջան։ Ես եմ Բազմաթիվ շնորհակալ։ կարևոր հարցեր են կուտակվել քննարկելու վերջին ամիսներին մենք այդքան ակտիվ չէինք տարբեր պատճառներով փորձենք կրկին ակտիվանալ եւ հիմա հետաքրքիր ակտուալ հարցեր կան, որոնք որ տեղի ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի շուրջ եւ աշխարհում։ Առաջարկում եմ ձեզ սկսենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի այցից Հայաստան։ Հետաքրքիր այց էր, բայց կարծես թե ինչ որ կետեր կային, որոնք որ չպարզաբանվեցին, ինչ որ մի բան այնուամենայնիվ հայ հասարակության մեջ անհասկանալի մնաց։ Փորձենք հասկանալ, թե ինչ այց էր սա, ըստ ձեզ։ Շնորհակալություն։ Դե ինչպես տեսնում ենք, հայ-ամերիկյան երկկողմ գործակցությունը բավական ինտենսիվ շարունակվում է եւ սա ուղիղ պայմանավորված է իհարկե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված նախնական ձեռք բերված եւ ստորագրված նախնական համաձայնություններով, առավելապես վերաբերում է կոմունիկացիաների ենթակառուցվածքների վերագործարկմանը եւ այսպես կոչված TRIP-ին, հա, Թրամփի ճանապարհին։ Սա այս պահին առավել առանցքային օրակարգային ուրեմն խնդիրն է կամ հարցն է, որի շուրջ բավական ինտենսիվ բանակցություններ են ընթանում եւ պատճառներից մեկը թե ինչու որոշ հարցերի շուրջ դեռևս վերջնական պատասխաններ կամ հանրայնացում տեղի չի ունեցել, պայմանավորված է նրանով, որ կարծեմ, որ կողմերը իրենք էլ դեռ մինչև վերջ դետալավորված չեն պատկերացնում, թե ինչպես է այս գործընթացն ընթանալու։ Արդեն իսկ գիտենք, որ հայ-ամերիկյան ընկերություն է լինելու սեփականատերը, սեփականատերը չէ, գիտենք 49 կամ 99 տարով վարձակալություն է տրվելու, Հայաստանն ասաց, որ քանի որ սահմանադրորեն վարձակալ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ քանի որ սահմանադրորեն վարձակալություն հնարավոր չէ, մենք տալիս ենք կառուցապատման իրավունք, որ ըստ էության նշանակելու է նույնը այն ժամանակահատվածով, որը որ տրամաբանական կլինի մեծ ներդրումներից հետո հնարավոր շահույթ կամ հասույթ ունենալու համար։ Բայց կարծում եմ, որ խոսակցության օրակարգը լայն է եղել ավելի, միայն TRIP-ը չի։ Գիտեք, հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության վերաբերյալ խարտիայի տրամաբանության մեջ կան մի շարք այլ ուղղություններ, որտեղ երկկողմ համագործակցություն է ենթադրվում, դա առավելապես վերաբերում է տեխնոլոգիաներին, դա վերաբերում է էներգետիկայի ոլորտին, հուսամ, որ այս ոլորտը երկրորդական չի լինելու կամ պակաս չի կարևորվելու, դա հնարավոր ավիափոխադրումների կամ ավիացիային վերաբերող համագործակցությունն է եւ իհարկե ընդհանուր առմամբ անվտանգային հարցերում հնարավոր նոր ուղղությունները։ Այս ամենի մասին էլ կարծեք ինչպես ճիշտ ասում եք շատ նորություն չլսեցինք, բայց հիշենք, որ պետքարտուղարի տեղակալը նաև Բաքվում էր Այո, եւ պետք է ենթադրել, որ այո, եւ պետք է ենթադրել, որ եթե TRIP-ի մասին ենք խոսում, ապա առանց Ադրբեջանի բնականաբար այս գործընթացը հնարավոր չի պատկերացնել։ Ես նշեցի Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգում եղած հիմնական ուղղությունները, որոնք շուրջ կարծում եմ համաձայնություններ կամ քննարկումները բավական ինտենսիվ են ընթանում, բայց այն ինչ վերաբերում է հնարավոր հարավով ճանապարհի երկաթուղու եւ մնացած բոլոր ենթակառուցվածքների վերագործարկմանն, այստեղ փաստացի ստացվելու է եռակողմ Հայաստան, ԱՄՆ, Ադրբեջան։ Եթե դա նույնիսկ ֆորմալ չի դառնալու եռակողմ ֆորմատ, ապա Միացյալ Նահանգները զուգահեռաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պիտի բանակցեն կոնկրետ հարցերի շուրջ եւ կարողանան արագ լուծումներ գտնել։ Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմն իրապես բավական լուրջ հետաքրքրություն ունի եւ քաղաքական առումով եւ ներդրումների տեսանկյունից այս ծրագիրը հնարավորինս արագ ժամկետներում գործարկելու, ինչի մասին է վկայում ընդամենը վերջերս շատ արագ 145 միլիոն դոլարի ներդրումը ամերիկյան կողմից հենց այս ծրագրի իրականացման համար։ նաև պարոն Խարատյան, 1 կամ 2 օր անց Bloomberg-ը հոդված հրապարակեց Հայաստանի մասին, եւ մենք նաև տեղեկացանք, որ այդ ներդրումը 500 միլիոն դոլարի Nvidia-ի չիպերի տեղի է ունենալու։ Սա ևս իրար հետ կապված է, թե ուղղակի պատահականություններ համընկավ պետքարտուղարի տեղակալի այցի հետ։
Դե Nvidia-ի կես միլիարդի ներդրման մասին արդեն խոսակցություն կար, գիտեք, եւ այդտեղ դա նաեւ ուղիղ պայմանավորված է լինելու Հայաստանի կատեգորիայի փոփոխությունը։ Միացյալ Նահանգներում տեխնոլոգիաների տեսանկյունից կան կատեգորիաներ, որոնց համապատասխանության խնդիր ունեն երկրները, որպեսզի կարողանան օրինակ կիսահաղորդիչներ կամ տեխնոլոգիական, ֆիզիկական, տեխնոլոգիաների տեսանկյունից արտադրական կարողություններ զարգացնել հենց ամերիկյան տեխնոլոգիաներով։ Եվ ուրեմն իհարկե այս կատեգորիայի անցումը ես հույս ունեմ, որ դա շուտով է լինելու, այսինքն օրինակ որպեսզի պատկերացնեք, Հնդկաստանը տարիներ շարունակ 5 տարուց ավել Միացյալ Նահանգների հետ բանակցում էր, որպեսզի կատեգորիայի փոփոխություն ունենա, որպեսզի կարողանա այդ տեխնոլոգիաները զարգացնել։ Մենք արդեն մոտ 2 տարի է ինչ օրակարգում ունենք այս հարցը եւ դա նկատի է առնվել նաեւ երկկողմ խարտիայում։ Հիմա թե ինչքանով էր ուղիղ կապված լրացուցիչ ներդրման հետ կապված հայտարարությունը, չեմ կարող կոնկրետ ասել, բայց ակնհայտ է, որ տարբեր ուղղություններով ամերիկյան կողմը, այո, Հայաստանը դիտարկում է որպես արդեն այլ մակարդակում գտնվող ներդրումների տեսանկյունից եւ ներգրավվածության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող երկրի։ Պարոն Խարատյան, այդ հոդվածում նաև գրված էր մի հետաքրքիր գաղափար էր վերված, որ Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին փաստացի Թրամփի քաղաքականությունը բերեց նրան, որ հարավային Կովկասը Հայաստանը թուլացնում է փաստացի ռուսական ազդեցությունը եւ այս տարածաշրջանում մեծանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը, նաև Միջին Արևելքի հետ կապված իրադարձությունները գիտեք, Միջին Արևելքից մի քանի երկրների միանգամից ղեկավարներ գտնվում էին Վաշինգտոնում, այնտեղ Թրամփը նաև խոսում էր թրիփի մասին, որքան համաձայն եք այդ հոդվածի հետ, նման բան իրոք տեղի է ունենում, այսինքն տեսնում ենք նաև ինչ է հիմա տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, մի քիչ հարցս կարող է բարդանա, բայց բանակցությունները արդեն չասենք ավարտական փուլ է մտնում, դժվար է կանխատեսել, բայց ինչ որ նման տպավորություն է համենայն դեպս ամերիկյան կողմը ստեղծում եւ որը որ նաեւ բարդացնում է ինչ որ միտեղ Ուկրաինայի իրավիճակը, Ուկրաինայի շուրջ, ինչպես եք դուք տեսնում, հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է իրոք, թե այդպես չէ։ Ես չէի շտապի այդպիսի ընդհանրական հայտարարություններ անել։ Ինչ խոսք 2023-ից հետո, իսկ մասնավորապես մեր Արցախահայության էթնիկ զտումից եւ ռուսական խաղաղապահների այնտեղից դուրս գալուց հետո ռուսական ռազմական ներկայությունը էապես նվազել է մեր տարածաշրջանում, այստեղ երկու կարծիք չկա։ Բայց կա այլ հանգամանք, դա այն է, թե որքանով է օրինակ Trip-ը նաև համաձայնեցված եւ ինչ որ իմաստով համակարգված եղել Ռուսաստանի հետ։ Եթե մենք հիշում ենք հատուկ բանագնացը Թրամփի, որ հիմա էլ այս ուկրաինական ուրեմն հնարավոր 28 կետանոց պայմանագրի տեքստի համահեղինակ է դիտարկվում Ստիվ Ուիտկոֆը Միտքով։ մինչև օգոստոսի 8-ը այցելել էր Մոսկվա, որպեսզի Ալյասկայի հանդիպումը նախանշի եւ որքանով ես եմ հասկանում, այնտեղ քննարկվել է նաեւ Հարավային Կովկասի հարցը։ Սա չեն հերքել ոչ ամերիկյան կողմը, ոչ ռուսական կողմը։ Ավելին, այն ընդհանուր առմամբ կարելի է ասել կամ շատ մեղմ կամ ընդհանրապես որևէ առարկություն չունենալ այս գործընթացում գոնե ֆորմալ պաշտոնական մակարդակում Մոսկվայի կողմից, նշանակում է, որ թերևս ինչ որ հարցերում ուրեմն համաձայնություն Համաձայնություն կա։ Այսինքն այստեղ նաև թերևս ներկայացվել է Ռուսաստանի հնարավոր տնտեսական եւ այլ շահերը։ Մենք մի օրինակ էլ տեսանք վերջերս ընդամենը, երբ Ադրբեջանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ իր տարածքը բացելու է դեպի Հայաստան Ղազախստանից հացահատկի համար, այդ ճանապարհից օգտվեց կրկին Ռուսաստանը, այսինքն հացահատկի մի մասը եկավ Ռուսաստանից։ Ոստի ասածս այն է, որ փաստ չէ, որ այս ամենը ուղիղ ուրեմն Ռուսաստանի շահերի դեմ է։ Այլ խնդիր կա նաև ընդհանուր առմամբ մեծ մերձավոր արևելքի տեսանկյունից։ Մենք տեսնում ենք նաև, որ օրինակ Սիրիայում այնպես չի, թե ռուսները վերջնականապես դուրս եկան Տարտուսից եւ Լաթաքիայից, չնայած մի մասը իրենց ներկայության տեղափոխեցին դեպի Լիբիա, բայց ընդհանրապես պարզ է դառնում, որ նոր կոնստրուկտը, նոր կառավարման տրամաբանությունը, որը ձևավորվում է Սիրիայում, իսկ որտեղ թուրք-ամերիկյան ներգրավվածությունը առավել էականն է եղել մինչ այս կետը, այդտեղ նաև հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի հետ նույնպես խոսակցություն է ընթանում, այսինքն ես չէի ասի, որ այսպես ասած Ռուսաստանը վերջնականապես ռեգիոնից գնում է կամ դուրս է բերվում, այլ խնդիր կա, որ ռազմական տեսանկյունից այո, Ռուսաստանը հնարավոր
զարգացումների, դրական զարգացումների Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան ուղղությունների պարագայում Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի արկայության անհրաժեշտությունը չի լինելու, ասենք այն պահից սկսած, երբ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում եւ սահման է բացվում, դա փաստացի կարելի է նշել որպես ռուսական ռազմական ներկայության վերջի սկիզբը, բայց այս էլ տեղի չի ունենում դեռևս եւ տեղի չի ունենում առավելապես Ադրբեջանի կողմից սաբոտաժի պատճառով եւ եթե կուզեք անուղղակիորեն Ադրբեջանը շարունակում է ռուսական ռազմական ներկայությունը պահել Հայաստանում հենց հայ-թուրքական առաջընթացին խոչընդոտելու միջոցով։ Պարոն Խարատյան, նաև այդ օրերին երևի համընկավ ուղղակի Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, այսինքն երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալն էր Հայաստանում, հաջորդ օրը հայտարարություն եղավ Թուրքիայից արտգործնախարարի մակարդակով, ճիշտ է ԵԱԿ-ի ֆորմատով էր այդ հանդիպումը, որ օրինակի համար Թուրքիան չի շտապում կարգավորել վերջնական հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանի հետ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, եթե կարգավորեն հարաբերությունները, ապա պատանդ կհայտնվի այդ փաստաթուղթը եւ չի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, արձագանքեց նաեւ Հայաստանի արտգործնախարարը, դուք ինչ կարծիք ունեք այս ամենի շուրջ։ Մենք սրան նախորդած տեսել էինք սեպտեմբեր ամսին նույն Ֆիդանի հայտարարությունն առայն, որ թուրքական կողմն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուրեմն 26-ի սկզբին հունվարին կամ փետրվարին կստորագրեն փաստաթուղթը, փաստացի ասելով, որ դե այո, մեր կողմից հնարավոր առաջընթացը Հայաստանի հետ հարաբերություններում ուղիղ կապված է Ադրբեջան-Հայաստան կարգավորման կամ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Թուրքական կողմը նաև որոշ այսպես անթաքույց կերպով խոսում է այն մասին, որ իսկ ինչ ունեք տալու, ինչու պիտի մենք հիմա սահման բացենք, այսքան տարի սահմանը փակ ենք պահել, ինչ ուզել ենք, ստացել ենք, հիմա ինչու պիտի բացենք, ինչ մոտիվացիա ունենք, հա, նույնիսկ այսպես մասամբ բանա անցյալը հիշելով մեզ հիշեցնում ասում են, հիշում եք մենք ասում ենք երկու տարածքից դուրս եկեք սահման բացենք դիվանագիտական հարաբերություն հաստատենք, հիմա այլ իրավիճակ է եւ այդ այլ իրավիճակում ուրեմն մեր մոտեցումներն էլ տարբեր են։ Ակնհայտ է, որ Թուրքիայի տնտեսությունը բավական լուրջ խնդիրների գնաճի եւ այլնի պայմաններում է աշխատում եւ Ադրբեջանի շարունակական աջակցությունը կամ ներդրումներն այդ երկրում այո էական են։ Բացի այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ընդհանրություններ կամ ընդհանրական շահ ունենալ Հարավկովկասյան տարածաշրջանում եւ ոչ միայն, բայց փաստ է, որ Ադրբեջանի կարևորությունը այնքան մեծ է Թուրքիայի համար, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցում իրենք կարող են այո չշտապել եւ մեծ հաշվով թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը ստանա այն ամենն ինչ ուզում է, մինչեւ ինչ որ պրոգրես կունենան։ Ցավոք սա է իրերի դրությունը։ Իսկ Ղազախստանի մասով, պարոն Խարատյան, օրերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Ղազախստան, հայտարարվեց ռազմավարական հարաբերությունների ձևավորման մասին, անկեղծ ասած ինձ համար անակնկալ էր, եւ հիմա կրկին դա տեղի ունենում այն ֆոնին, երբ որ Ղազախստանի նախագահը այցելել էր ԱՄՆ, հազվագյուտ մետաղներ են հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանելու Ղազախստանով, նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով, թրիփի միջոցով, այդ ամենը իրար հետ կապ ունի, թե չէ։ Չի կարող չունենալ, պարոն Ավետիսյան, որտեվ տեսեք, թրիփը ընդամենը մի փոքր մասն է շատ ավելի լայն ծրագրի, հա, այն ինչ արևմուտքը կոչում է միջին միջանցք, middle corridor, այն ինչ եվրոպացիները կոչում են global gateway, հա, այսինքն անունները կարող են տարբեր լինել, պարզ է եւ ակնհայտ, որ այս ճանապարհային հատվածը ուղիղ պիտի կապ ունենա Կենտրոնական Ասիայից ապրանքների տեղափոխման եւ հակառակը դեպի Կենտրոնական Ասիա փոխադրումների հետ։ Այդտեղ նաև խոսում ենք, տեսնում ենք արդեն բավական ինտենսիվ կերպով խոսվում է գազատարերի, նավթատարերի մասին, որտեղ ես ենթադրում եմ, որ նաև փորձ է արվելու Կասպից ծովի ավազանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բնական ռեսուրսների տեղափոխումը իրականացնել հենց այս ճանապարհով կամ այս լրացուցիչ ճանապարհով։ Խնդիրը ծավալների մեջ է, հա, դուք Վրաստանում եք, գիտեք, որ Բաքու-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի կառսը, Բաքու-Շահդենիզը դրանք գործում են, բայց դրանք ծավալները բավարար չեն եւ կա այլ հանգամանք նաեւ այն է որ այնուամենայնիվ այդտեղ այս մեր ռեգիոնով Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող ուղիների ցանկության եւ այս ուղիներով ինչ որ փոխադրումներ անելու ցանկացողների արևմուտքում պակասը չկա։ Այլ հարց է, որ արդյոք սա նպատակ ունի հեռահար իմաստով կենտրոնական մերձավոր արևելքին նաև
ինչ որ առումով կապել բնական ռեսուրսների հետ։ Մենք գիտենք, որ Սիրիայի համար պայքարը շարունակվում է, ծոցի երկրները, մասնավորապես Կատարը, Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան ակտիվորեն ներգրավված են եւ ֆինանսական առումով եւ բնական ռեսուրսներ տրամադրելու հետաքրքրություններով, բայց գիտենք, որ Թուրքիան նաեւ էական խաղացող է դարձել Սիրիայում եւ այս պահին օրինակ որոշ հանքանյութեր, որոշ բնական ռեսուրսներ կան, որ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիայով գնում է դեպի Սիրիա։ Արդյոք մենք տեսնելու ենք այդպես երկարաժամկետ իմաստով նաև կապը մեր միջոցով դեպի Մերձավոր Արևելք, թե սա վերաբերելու է առավելապես դեպի Արևմտյան Եվրոպա եւ Ռուսաստանից գազի կախվածությունը եւ հնարավոր այլ ուղղություններով ուրեմն նվազեցնելուն ժամանակը ցույց կտա, բայց փաստ է, որ առանց Կենտրոնական Ասիայի եւ առանց այնտեղ համաձայնության մենք տեսանք 5+1 ֆորմատը, որտեղ Ադրբեջանը փաստացի Կենտրոնական Ասիայի 5 երկրների հետ խոսում է, մենք նաև տեսնում ենք, այո, ինչպես նշեցիք, Ղազախստան կատարած այցը, որը չնայած ֆորմատով պետական այց չէր, բայց պետական այցի համարյա հավասար էր, շքանշան ստացանք, Մաշտոցի ուրեմն փողոց բացվեց, այնպես որ այո, կարծեք թե նաև տեսնում ենք խորացում այս ուղղությամբ Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև, դեռևս Ղազախստանում ենք, որ կարևորագույն երկիր է, բայց պակաս կարևոր չեն, եթե ոչ ավել մնացած խոշոր խաղացողները, Ուզբեկստանը, Թուրքմենիան, դե Տաջիկստանի հետ առանձին հարաբերություններ ունենք, կարծում եմ այստեղ էլ չռեալիզացված ռեսուրսի մեծ պաշար կա Հırğızստանի հետ, չգիտեմ թե նույնիսկ որքանով ակտիվ ենք խոսում որ մակարդակում։ Սա նաև գիտեք ավանդույթի պրոբլեմ է եղել նախկին խորհրդային երկրներում կամ ԱՊՀ երկրներում սովորաբար շատ չենք կարևորել դիվանագիտությունը եւ այդ երկրների հետ մեր երկկողմը ստորադասել ենք Ռուսաստանի միջոցով հարաբերությունները խոսելուն կամ Ռուսաստանի ունեցած ֆորմատներով։ Հիմա կարծում եմ նաև որոշակի իմաստով փոփոխվում է այս տրամաբանությունը, ինչը շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանն իսկապես պրոակտիվ անելիքներ շատ ունի։ Պարոն Խարատյան, տեղափոխվենք Ուկրաինա։ Մի քիչ հիմա դժվար է հասկանալ ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ։ Թրամփի 28 կետանոց առաջարկը, որքանով Թրամփի առաջարկն է, տարբեր կարծիքներ կան, կարծես վերջնագրեր են ներկայացնում Զելենսկուն, հետո հետ են կանգնում այդ վերջնագրերից։ Ժնևում հետաքրքիր հանդիպում էր, կարծես իրար հակասող հայտարարություններ Մարկո Ռուբիոյի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Թրամփի գրառումներից Զելենսկին հիմա այցելելու է Վաշինգտոն, եվրոպացիները իրենց փաստաթուղթն են մշակում։ Ինչ տպավորություն կա այս ամենից, դժվար է գլուխ հանել մի փոքր։ Բարդ է իսկապես, նախ հիշեցնեմ, որ նախորդին նույն Ռուբիոն Միացյալ Նահանգների օրենսդիրում, երբ զեկուցում էր տեղի ունեցողի վերաբերյալ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց, որ սա ռուսական առաջարկն է։ Այսինքն պաշտոնապես ասվել է, որ այս 28 կետ կոչվածը ռուսական առաջարկն է, մենք ակնկալում ենք նաև ուկրաինական կողմի ասելիքին։ Հիմա թե եւ բնականաբար ակնհայտ դարձավ, որ նաև դրան զուգահեռ Եվրամիության խոշոր խաղացողները եւ Եվրամիությունն ընդհանրապես կարծեք թե խաղից դուրս վիճակում է իրեն գտել եւ չեմ կարծում թե ընդունելու է այս տրամաբանությունը։ Այն թուղթը, որը հրապարակվել է, դեռևս ոչ պաշտոնապես, կարելի է ասել այս պահին Ռուսաստանի ուզածն է ուկրաինական Այո, ճգնաժամ ավարտելու տեսանկյունից փաստացի կապիտուլյացիա կարելի է անվանել, այսինքն ես խիստ կասկածում եմ, որ որևէ քաղաքական իշխանություն Ուկրաինայում սա կստորագրի կամ հենց այս տրամաբանությամբ առաջ կգնա, որովհետև բացի ամեն ինչից խնդիր է դրած, այսպես ասած, առնվազն այն հիմնական առանցքային հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չկա, իսկ մասնավորապես ՆԱՏՕ-ից սահմանադրորեն հրաժարվելու հարցը, սա Ղրիմը, Դոնբասը ընդունել որպես ռուսական կողմին պատկանող այո, հատված, այս ամենը քաղաքականապես էլ ընդհանուր առմամբ էլ դժվար է պատկերացնել, թե Ուկրաինայում ընդունելի կարող է լինել։ Մյուս կողմից, իսկ ինչ կարող են անել, հաշվի առնելով իրավիճակի էական փոփոխություն։ Այստեղ նաև խոսակցություն է գնում, գիտեք, ռուսական բավական լուրջ կապիտալի, սառեցված կապիտալի
որը եվրոպական երկրներում է, որը մասնավորապես Բելգիայում է պահվում, ուրեմն դրա ապա ուրեմն Արեց։ սառեցումը, որից հետո ինչ որ մի հատվածը ենթադրաբար Ուկրաինայի վերականգնման եւ վերակառուցմանն է վերաբերելու։ Ես չեմ կրկնեմ, ինձ համար, եթե ինչ որ մի փաստաթուղթ արդեն 28 կետ ունի, այդտեղ շատ դժվար իրականանալի եմ տեսնում հնարավոր լուծումը։ Կարծում եմ սա կարելի է արձանագրել որպես այս փուլում Ռուսաստանի հիմնական ուզածը, որպեսզի պատերազմը կանգնի, իսկ եթե ոչ, ապա իրենք շարունակելու են ռազմական գործողությունները եւ կարծեք թե այս իրավիճակում եւ այս փուլում Ռուսաստանը որոշ առաջընթաց ունի, իրենք իրենց առաջ դրած ռազմական խնդիրը կլուծեն, այնինչ առաջարկել են փաստացի հիմա այն է ինչին հասնելու են, եթե չհամաձայնվի ուկրաինական կողմը, այն է ինչին հասնելու են ուժով։ Ես այդպիսի տպավորություն ունեմ։ Այո, պարոն Խարատյան, բայց հիմա տեսեք, իրոք շատ հետաքրքիր իրավիճակ է եւ նաեւ չի բացառվում, որ որոշ փոփոխություններով կետերի այդ գոյություն ունեցող որոշ կետերի փոփոխությունով Ուկրաինան համաձայնվի այդ առաջարկություններին, որպեսզի այնպես դուրս չգա, որ Ուկրաինան դեմ է եւ չի ուզում ընդհանրապես բանակցել։ Եվ եթե այս տրամաբանությամբ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը այս փուլում, այսինքն Ռուսաստանը մնա գրավված, Ռուսաստանի կողմից մնան այդ տարածքները գրավված, դե էլի հասկանում ենք մի շարք պահանջներ կան, որ ՆԱՏՕ-ին չպետք է անդամակցի Ուկրաինան, զորքը պետք է նվազեցնի զորքի քանակը, այդ ամենը ինչպես կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի վրա եւ Հայաստանի վրա։ Տեսեք, վաղ թե ուշ այս պատերազմը ինչ որ կետում կանգ է առնելու, թե ինչպես, ինչպիսի դետալներով, բայց ակտիվ ռազմական գործողությունները անverջ չեն կարող տևել, հա, ակնհայտ դարձավ առաջին իսկ շաբաթներից 2022-ի փետրվարին, որ այս պատերազմը շարունակվելու է մաշեցման տրամաբանությամբ, ով ում ավելի շուտ կմաշի, հա։ Հիմա կարծեք թե իրավիճակը էապես փոխվել է հատկապես Միացյալ Նահանգներում ադմինիստրացիայի փոփոխությունից հետո, երբ Ուկրաինան արդեն շատ ավելի մեծ դժվարությամբ է կարողանում ձեռք բերել կարողություններ, զենք եւ մնացածը։ Այո, մենք ունենք այդ կարծում եմ բոլոր անմիջական հարևան երկրները Ռուսաստանի ունեն այն մտավախությունը կամ չասենք մտավախություն, մտածումները, մտորումներն այն մասին, որ հենց որ վերջանա ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանը փաստորեն այսպես ավելի ազատ զգա իրեն, ապա իր անմիջական հարևանությամբ կարող է ավելի ագրեսիվ քաղաքականության անցնել։ Այս մտավախությունը ունենք իհարկե, բայց եւ ասեմ ձեզ կենտրոնական Ասիայի խաղացողներն էլ ունեն, որտեղ բոլորը վերադիրքավորվել են այս ընթացքում տարբեր արագ գործընթացներ են տեղի ունեցել, ինչպես դուք նախկին հարցում նշեցիք, որ կարծեք թե Ռուսաստանի դուրս բերելու եւ Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի ավելի ուժեղ ներգրավվածության հարց է դրված կամ գործընթացի են ականատես լինում, բայց ես համոզված չեմ, թե այդպես անմիջապես ագրեսիվ պահվածք ենք տեսնելու։ Բնականաբար կան իրողություններ, որոնք արդեն կարծես թե անդառնալի են, ինչպես օրինակ Հայաստան, Ադրբեջան, ԱՄՆ տրամաբանության մեջ խոսակցությունը կոմունիկացիաների։ Եթե Ռուսաստանը ուզում է նաև այստեղ այս հարցերում ներգրավված լինել, ապա Հայաստանի երկաթգծերի պարագայում օրինակ, որտեղ իրենք կոնցեսիոն կառավարում ունեն, ահա ՌԺԴ-ն կամ ՅՈՒԿԱ-ԺԴ-ն, հա, այսինքն իրենք պիտի սկսեն ներդրումներ անել, որովհետև եթե մենք ուզում ենք որպեսի նախ Հայաստանը չունի դրա կարողությունը երկաթգծային կառավարման եւ կամ վերակառուցման կամ նորոգման եւ երկրորդը եթե պիտի կոմունիկացիաների ապաշրջափակման մասին խոսք գնա, ապա ինչ որ հատվածից գալու է դիպչելու է ուրեմն Ռուսաստանի կողմից կառավարվող երկաթգծի հատվածին։ Այսինքն այն ինչ հարավում գիտենք 44 կիլոմետր Մեղրիի Արաքսի երկայնքով գնացող հատվածը, դա խորհրդային շրջանում էլ ուղիղ Մոսկվայից չի կառավարվել, դա կառավարվել է Ադրբեջանից ի դեպ, խորհրդային Ադրբեջանից։ Իհարկե սա մի կենտրոն էր, մի երկիր էր, այդպիսի խնդիր դրած չէր։ Եվ նաև Հայաստան-Ռուսաստան կոնցեսիոն կառավարման պայմանագրով այս հատվածը ներառված չէ։ Բայց մյուս հատվածները, որտեղ երկաթուղին կարող է միմյանց հետ հանդիպել կամ վերագործարկվել, իսկ մասնավորապես օրինակ Նախիջևանով դեպի Երասխ եւ այնտեղից դեպի Ախուրիկ եւ Թուրքիայի սահման եւ մյուս ուղությամբ, հյուսիս-արևելյան ուղությամբ, հա, Իջևանից դեպի Ղազախ գնացող հատվածը, որտեղ վերանորոգման եւ վերագործարկման հարցեր կան, դրանք ռուսական ընկերության
փաստացի տնօրինման տակ են եւ իհարկե շատ շուտ է այդպիսի կանխատեսումներ անել, բայց ինչ որ կետից, եթե ռուսները եւ Ռուսաստանը պիտի ներգրաված լինի տեղի ունեցող տնտեսական խոշոր եւ կենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ապա պիտի ներդրումներ անեն եւ պիտի կարող եւ պիտի այդ կերպ ներգրավվեն։ Տեսնենք, վաղ է խոսել դրա մասին, ինչպես նաեւ վաղ է խոսել դրա մասին, թե այս 28 կետանոց փաստաթղթով մենք շատ մոտ ապագայում տեսնելու ենք լուծումներ Ուկրաինա-Ռուսաստան ուղղությամբ։ Ես տպավորություն ունեմ, որ այնուամենայնիվ անգամ եթե հիմնական առոնահույսությունը դադարեցվի, այնտեղ պայքարը շարունակվելու է հաշվի առնելով ուկրաինական փորձը, հատկապես արևմտյան հատվածների ներընդհանուր մինչև խորհրդային շրջանում իրենց ունեցած պարտիզանական պայքարի տեսանկյունից։ Եվ վերջին հարցս, պարոն Խարատյան, վերաբերվում է Մերձավոր Արևելքին։ Գիտեմ, որ դուք ուշադիր նաև հետևում եք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Հետաքրքիր վերադասավորումներ են։ Իսրայելը աննախադեպ ձևով ամրացրել է իր դիրքերը, հիմա այլ հարվածներ են տեղի ունենում կրկին Լիբանանին։ Հեզբոլլահը կարծես վերակենդանանում է Թուրքիայի օգնությամբ, ամեն ինչ ավարտված չէ նաև Համասի հետ, չնայած որ Թրամփի խաղաղության ծրագիրը այնտեղ եւս կյանքի է կոչվել։ Սիրիայի շուրջ իրադարձությունները բավական հետաքրքիր են, Սիրիա-ԱՄՆ հարաբերություններ, Իրանի շուրջ, ինչպես եք տեսնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը։ Նաև Թուրքիա-Իսրայել հակամարտությունը մոռացա շեշտել, որը որ հասունանում է։ Դա թերևս մի հատ Շատ առանձին շատ մեծ հաղորդման թեմա է, բայց ընդհանուր ինչքան որքան հնարավոր է։ առանձին հաղորդման նյութ է մի քանի բառով թերևս փորձենք նու այն ինչ որ կարողանում ենք Այո, հետևել եւ այն ինչ հասցնում ենք տեսնել իհարկե ներսում չենք եւ շատ գործընթացներն այնուամենայնիվ դրսից նայելիս կարող ենք ուղղակի դատողությունները կառուցել բաց տվյալների եւ ինֆորմացիայի վրա ինչ խոսք Իսրայելը 12-օրյա պատերազմից հունիսյան Իրանի դեմ շատ ուժեղացած է դուրս եկել, նաև այն իմաստով, որ ես ակնհայտ տեսնում ենք, որ բոլոր ուղություններով կարծես թե Իսրայելի համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել։ Ասադի Սիրիայից գնալուց հետո տեսանք, որ Գոլանի բարձունքներից շատ ավելի խորացել է Իսրայելը, այսինքն կարելի է ասել, որ Իսրայելը մեծանում է ավելին Սիրիայի հարցում իրենք նաև ակտիվորեն բերեցին դրուզների հարցը եւ ակտուալացրեցին եւ իբրև թե դրուզներին պաշտպանելու տրամաբանությամբ են գալիս այդտեղ Սիրիայի հարավ-արևմտյան երկու հիմնական նահանգներում բայց ակնհայտ է, որ Սիրիայի պարագայում բավականին լուրջ առճակատում կա Թուրքիայի եւ Իսրայելի միջև, չնայած Թուրքիային նաև աջակցում է այս հարցում Միացյալ Նահանգները։ Այստեղ հակասությունների պակաս չկա նաև ծոցի երկրների հարցում, որոնք ամերիկացիների հետ նույնպես աշխատում են։ Օրինակ, Հեզբոլլահի թուլանալուց հետո Լիբանանում ակնհայտ է դարձել, որ Լիբանանի գործող քաղաքական իշխանությունն առավելապես ունի ամերիկյան եւ Սաուդյան Արաբիայի միջոցով աջակցությունը եւ ներկայությունը։ Այս տեսանկյունից ինչ խոսք լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում եւ խաղացողները, որոնք ավանդաբար ունեցել են լրջագույն ազդեցություն այդ երկրներում, մասնավորապես Իրանը եւ Ռուսաստանը Սիրիայի պարագայում, անխոս շատ ավելի տարբեր իրավիճակում են հայտնվել։ Իրանը էապես թուլացել է եւ Լիբանանում եւ Սիրիայում եւ ընդհանուր առմամբ Մեծավոր Արևելքում ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այսպես դեռևս հետ են գալիս տեղի ունեցածից եւ շոկից եւ փորձում են եւ փորձելու են գտնել ազդեցության հնարավոր գոտիների կամ հնարավոր ազդեցության ուղղությունների նոր քաղաքական մոտեցումներ, բայց պայթյունավտանգ է ռեգիոնը, դուք ճշգրիտ ասացիք, որ Թրամփի խաղաղություն կոչվածը փաստացի շարունակվում է պատերազմական տարբեր գործողություններով Լիբանանում, Գազայի հատվածում նույնպես այնպես չի թե հրադադարը կայուն է եւ այս տեսանկյունից իհարկե կարելի է ասել, որ առավել ակտիվ փուլը պատերազմական գործողությունների ինչ որ չափով կանգնեցված են, բայց որևէ վայրկյանի կարող է այդ պայթյունը տեղի ունենալ, դա կարող է նաև պայմանավորված լինել եւ տարածաշրջանային խաղացողների հակասություններով նշված երկրների Թուրքիա, Իսրայել, Իրան, բայց նաև ներքաղաքական պատճառներով այդ երկրների, օրինակ, ասենք, հենց նույն Նեթանյահուի համար պատերազմը շարունակելը, սկսելը շարունակելը, նաև բացի ամեն ինչից, նաև իր երկրի ներսում ներքաղաքական հարցերի լուծելու նպատակ ուներ։ Բայց չափազանց այսպես ընդհանուր խոսեցինք, թերևս կարող ենք առաջիկայում մի հաղորդում էլ նվիրել հենց Սիրով, Մերձավոր Արևելքին։
տեղի ունեցողների։ Մեծ թեմա է, ուղղակի ուզեցի, որ անպայման նաև անդրադառնանք այս հարցին, ապագայում անենք, եթե ժամանակ իհարկե գտնենք, պարոն Խարատյան, սիրով ավելի մեծ հաղորդում այդ Հաճիկով։ թեմաների շուրջ։ Շատ շնորհակալ ենք այսօրվա Ես եմ զրույցը։ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հաջող։ Լավ եղեք։